Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Սկսենք Վենսի այցից, պատմական այցը ինչու, որովհետև բոլոր ժամանակներում Հայաստանն այցելած Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյանը եւ օրակարգն էլ բավականին հագեցած էր, խաղաղ նպատակներով միջուկային անվտանգության, էներգետիկ համագործակցությունից մինչև կիսահաղորդիչներ, չիպեր, $11 միլիոն անօթաչու թռչող սարքեր, TRIP-ի հիմնադրամով 2 փուլով 5 եւ 4 միլիարդ դրամի ներդրում եւ կարծում եմ ամենակարևորն այն էր, որ Վենսը նշեց, որ Հայաստանի հարցում այնքան վստահ են, որ ոչ միայն ներդրումներ են անում, այլև այստեղ տեխնոլոգիաներ են արտահանում։ Եթե ամփոփելու լինենք այս այցը, ինչ էինք սպասում եւ ինչ ստացանք ու հետագա համագործակցության համար ինչ հեռանկարներ է բացում։ Գործնական առումով ստացանք այն, ինչ եւ սպասում էինք, բայց նաեւ պետք է նշել, որ այցի մթնոլորտը շատ ավելի հաճելիորեն, շատ ավելի դրական ստացվեց, քան նույնիսկ սպասում էինք։ Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր հանրության շրջանում շատ դրական ընկալում ունեցավ եւ սա թերևս մի կարեւոր եւ շատ արտահայտիչ պատկերումն է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության, որի արդյունքները մենք տեսնում ենք եւ իհարկե շատ կարևոր է այցի տնտեսական համատեքստը, որովհետև Միացյալ Նահանգների փոխնախագահի այց, այն էլ J.D. Vance-ի նման վառ քաղաքական գործչի այցը, բնականաբար Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում եւ շատ կարեւոր է, որ Միացյալ Նահանգների ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է Հայաստանում բացված եւ բացվող ներդրումային հնարավորությունների վրա։ Գիտեք, նաեւ ես գիտեմ, որ քննարկումներ կան թվերի հետ կապված, շատ կարեւոր է արձանագրել, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս Միացյալ Նահանգների մեծ քաղաքական կամքը աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելու, այդ մեծ թվերը պետքա կոնկրետացվեն եւ դարձվեն կոնկրետ նախագծեր, կոնկրետ հասցեներ, կոնկրետ լոկացիաներ եւ իհարկե ուղղություններն էլ դուք արդեն նշեցիք։ Մենք առաջին անգամ Միացյալ Նահանգների հետ պաշտպանության ոլորտում իրականացնում ենք եւ իրականացնելու ենք համագործակցություն։ Բայց շատ կարեւոր է արձանագրել, որ այս ամեն ինչը իրականում խաղաղության օրակարգի արդյունքներն են եւ գիտեք ուղղակի զարմանալի է, ես հետահայաց նաեւ փոխնախագահի հետ էինք խոսում, ես հիշում եմ մի տարի առաջ մեր ունեցած հանդիպումը մենք առաջին անգամ փետրվարի 7-ին ենք հանդիպել 2025 թվականի, ես նույնիսկ մեր զրույցի եւ ճաշի ընթացքում ասի հիշում եմ այդ ժամանակ ինչ վիճակում էր Սպիտակ տունը, նկարները, հին նկարները հանած, նոր նկարները դեռ չկախած, կահույքի այսպես շարժերով, անձնական իրերի մուտք գործող եւ դուրս եկող անձնական իրերի արխերով եւ այլն, եւ այդ արխերի արանքում այդ հնարավոր եղավ այդ հանդիպում կազմակերպել, որ շատ մեծ նշանակություն ունեցավ եւ ես հատուկ ընդգծեցի փոխնախագահի նկատմամբ իմ հարգանքը կրկնապատկվեց, եռապատկվեց, որ մինչև ես Վաշինգտոնից հասա Երևան, Միացյալ Նահանգների դեսպանատնից արդեն մեզ ծանոթեցին, որ այցի արդյունքներով Միացյալ Նահանգների փոխնախագահը զեկուցել է Միացյալ Նահանգների նախագահին եւ տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ եւ դա ինձ չափազանց զարմացրեց եւ ահա մենք այսօր տեսնում ենք դրա արդյունքները։ Պարոն վարչապետ, թվերի մասին դուք էլ ասացիք, որ տեսել եք քննարկումներ, ընդդիմախոսները ասում են, այդ ինչ միլիարդների մասին է խոսքը, ինչ ռելսերը երկաթուղին ոսկուց են անելու, ինչ որտեղ են այդքան ներդրումներ անհրաժեշտ եւ ինչու մենք մեր միջոցներով, ասենք, չենք կարող դա անել։ Գիտեք, նախ մի կողմից մեր միջոցների եւ ոչ մեր միջոցների մասին սովորաբար ընդդիմությունը մեզ քննադատում է, որ օտարերկրյա ուղիղ ներդրումների պակասություն կա կամ ինչու չեն աճում անհրաժեշտ չափով։ Հիմա ըստ էության Հայաստան մեծ դրամական ներհոսքեր են տեղի ունենալու եւ ցանկացած երկիր միշտ ցանկանում է, որ գումարներ գան դրսից եւ տեղում կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն։ Բայց շատ կարեւոր է նաեւ արձանագրել, որ մի միավոր ներդրումը որոշակի ոլորտներում բերում է
եւս 2 միավոր, տեղ-տեղ 3 միավոր, տեղ-տեղ 4 միավոր ներդրում եւ ըստ էության մենք խոսում ենք ներդրումային նոր էկոհամակարգի ձևավորման մասին, որովհետեւ երկաթուղին, բայց դա միայն ռելսը չէ, դա նաեւ կողքի սպասարկումն է, այլ ծառայություններն են, բարձր գերժամանակակից սարքավորումներն են եւ այլն եւ այդպես շարունակ, ել չեմ ասում ուղևորների, ապրանքների, ծառայությունների հոսքի սպասարկումը։ Ընդ որում տեսեք, մենք խոսում ենք, մենք անդադ եւ ճիշտ ենք անում, կենտրոնացած ենք երկաթուղու վրա եւ դա լավ է, դա ճիշտ է, բայց մենք խոսում ենք նոր էլեկտրահաղորդման գծերի մասին, մենք խոսում ենք նոր խողովակաշարերի մասին, մենք խոսում ենք մալուխների մասին, որը շատ կարևոր է, եկեք այդ մալուխները միացնենք Հրազդանում կառուցվող նոր սուպերհամակարգչային կենտրոնի հետ, որը տարածաշրջանային արհեստական բանականության ոլորտում տարածաշրջանային եւ միջազգային ծառայություններ է մատուցելու, այս ամեն ինչը զուգորդենք զբոսաշրջային հոսքերի հետ եւ այլն եւ այսպես շարունակ եւ մենք կտեսնենք, այսինքն այստեղ ներդրումը բերում է ներդրում, ընդհանրապես տենց բան ասում են տեխնոլոգիական ոլորտի մասին, որ տեխնոլոգիական ոլորտում բացված մի աշխատատեղը բացում է այլ ոլորտների 3 կամ 4, երբեմն ասում են 5 աշխատատեղ, եւ սա մենք գործ ունենք նույն երևույթի, նույն էֆեկտի։ Մի հարց էլ այս մասով, պարոն վարչապետ, եւ անցնենք առաջ, ելի ընդդիմախոսները ասում են այդ 26%-ը ոչինչ է, Հայաստանին տնտեսապես ոչինչ չի տալիս, Միացյալ Նահանգներն էլ տնտեսական շահ չունի, գալիս է տարածաշրջան Իրանի վրա ազդեցություն ունենալու համար։ Ես չգիտեմ, եթե լիներ, ասենք 36-64 չէին լինի արդյոք նույն քննադատությունները, բայց ինչպես է այդ հարաբերակցությունը որոշվել, եւ երկրորդը մեր ու Միացյալ Նահանգների տնտեսական շահի մասին խնդրեմ։ Գիտեք, նախ ես ուզում եմ արձանագրել, որ եւ մենք պետք է դա ընդհանրապես կտեսնենք։ Երեք մենք դա արդեն տեսանք, որ իհարկե օգոստոսի 8-ին ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, դա առաջին հերթին քաղաքական հռչակագիր էր, քաղաքական հանդիպում, քաղաքական բանակցություններ, բայց ինչքան օգոստոսի 8-ից հեռանում ենք եւ ինչքան քաղաքական նպատակները իրագործվում են, այնքան տեղի ունենում տրանսֆորմացիա դեպի տնտեսություն։ Մի փոքր շեղվելով ասեմ, ես բանակցություններում եմ ասում, Հայաստան-Ադրբեջան օրակարգում մենք տեսնում ենք, որ տնտեսությունը վազանցում է քաղաքականությանը։ Նույնն էլ էստեղ է։ Եվ ինչքան հենց քաղաքական հռչակագիրը եւ հայտարարությունը հրավիրում է տնտեսական ուշադրություն։ Եվ երբ որ տնտեսությունը սկսում է վազանցել քաղաքական հայտարարություններուն, երբ որ տնտեսական հայտարարությունների տեսակարար կշիռը սկսում է ավելին լինել, քան քաղաքական հայտարարությունների տեսակարար կշիռը, այդ նշանակում է, որ քաղաքական հայտարարությունը արդարացել է, հասել է իր նպատակին, այսինքն իրագործվում է, եւ սրա մասին է խոսքը։ Եվ եթե նկատեցիք, երեք Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարությունների մեծ մասը արդեն իսկ տնտեսական էր, քան թե քաղաքական։ Սա նշանակում է, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է արձանագրել։ Մենք ես գիտեք, մենք չքննարկեցինք ընդհանրապես, չխոսեցինք սահմանային վիճակի մասին։ Մենք չխոսեցինք ռեգիոնալ լարվածության մասին։ Դա ինչ նշանակում։ Դա նշանակում է, չկա այդպիսի լարվածություն։ Չկա օրակարգում այդպիսի հարց։ Իհարկե օրակարգում կան կոնֆլիկտի կամ յետկոնֆլիկտային վիճակի հետ կապված հարցեր, որոնք բնականաբար քննարկվել են եւ ես ասել եմ, որ բոլոր հարցերն են քննարկվում, բոլոր դեպքերում են այդ հարցերը քննարկվում եւ մասնավորապես անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը, բայց ես նախկինում էլ ասել եմ, իմ փորձը դա է ցույց տալիս, որ այդ հարցի շուրջ ինչքան մենք անաղմուկ ենք գործում, այնքան ավելի Վենսի հետ եք քննարկել։ Այդ թվում է, իհարկե, այդ թվում, որովհետև դուք գիտեք, որ դեռ օգոստոսի 8-ին Հայաստան Միացյալ Նահանգներ քննարկումներում այդ հարցը ներկա եղել է, հետագա քննարկումներում են։ Ես Անվարշապետ բազմաթիվ ընդդիմադիրներ նամակներ էին ուղարկել Վենսին, նաև այդ ժամանակ ցույց էին անում, երբ նա նախագահական էր։ Այսինքն նկատի ունեմ, դուք խոսել եք նրա հետ եւ Վենսը պատրաստակամություն է հայտնել այդ հարցով Ադրբեջանում քննարկում ունենալ։ Տեսեք, ես խնդրում եմ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձնից, բայց
հարցը եղել է օրակարգում եւ հարցը քննարկվել է օրակարգում։ Ես դες ավելին ասեմ, չափազանցություն չկա։ Մեր գործնականում որևէ ուղիղ կամ անուղակի վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որտեղ մենք այդ թեմային չանդրադառնանք։ Չկա ուղակի։ Էլի եմ ասում վերաբերելի, որովհետև կարող են լինել ձևաչափեր, որտեղ ընդհանրապես ոչ մի ուղակի կամ անուղակի առնչություն չի լինի։ Բոլոր վերաբերելի ձևաչափերում մենք այդ հարցը բարբերաբար բարձրացրել ենք, բարձրացնում ենք եւ հետեւական կլինենք այդ հարցի լուծման մեջ։ Թրամփի ուղուն վերադառնալով, այստեղ գլխավոր անորոշությունը